Անանի առաքյալը Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է։ Ղուկաս ավետարանիչը Գորգ առաքելոցում պատմում է, թե ինչպես նա Տիրոջ բարեհաճությամբ մկրտեց Սողոսին, ապակա Պողոս առաքյալին, բժշկելով հոգու ու մարմնի կուրությունը։ Սուրբ Անանիան լուսավորեց նրա խավարած աչքերը եւ զորացրեց լինելու ճշմարտության քարոզիչ։ Անանիա առաքյալը Պետրոս առաքյալի կողմից ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս։ Պետրոս եւ Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով համարվում են նաև նրանց աշակերտը։ Ըստ ավանդույթի Սուրբ Անանիայի մասունքները Հայաստանը բերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որոնք ամփոփվել են Երևանում։ Ամփոփված վայրում կառուցվել է հրաշագեղ մի մատուռ եւ կոչվել Անանիայի դամբարան։ Տարիներ անց այդտեղ կառուցվել է նաև վանք եւ տարածքն անվանվել է Սուրբ Անանիայի անապատ։ Տարածքը մեծ բոլորից քաչ հայտնի այսօր հրաշագործ զորավոր եկեղեցին է։ Անանիայի անապատի շենացման եւ պայծառացման շրջանը կապվում է Մովսես Տաթևացու անվան հետ։ Նա շենացրել եւ պայծառացրել է Սուրբ Անանիայի եկեղեցին։ Կառուցվել են շրջանակի պարիսպ, միաբանական խցեր եւ առաջնորդարան։ Վերջացնելով բոլոր շինությունները, վարդապետն իր միաբաններով բնակվել է այնտեղ եւ հիմնել անապատ եւ վանական դպրոց։ Այստեղ ճգնելու եւ ուսում ստանալու էին գալիս երկրի տարբեր կողմերից։ Վանքի համբավը հայտնի էր նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս։ Այստեղ են սովորել Փիլիպոս եւ Սիմոն երևանցի կաթողիկոսները, Թովմա Մեծոփեցին, Ոսկան Երևանցին եւ այլոք։ 16-18-րդ դարերում այստեղ գրվել եւ ընդօրինակվել են մշակութային եւ գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ մատյաններ եւ գրքեր։ 17-ից 18-րդ դարերում այստեղ ստեղծագործել են Նաղաշ Հովնաթանը եւ նրա որդիները։ Նաղաշ Հովնաթանի ձեռքով է արված Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու որմնանկարը։ Մինչև 1889 թվականը մատուռի մուտքը եղել է հյուսիսարևմտյան կողմից, սակայն վերակառուցվելով մատուռի մուտքը թարմացվել է եւ տեղափոխվել է արևմտյան կողմ։ Սուրբ Անանիա մասունքները մնացել են անխախտ։ Վայրաթոր Սուրբ Էջմիածնում պահպանվել է նաև մեկ այլ մասունք՝ Խաչաձև մասունքարանի մեջ։ Սուրբ Անանիայի դամբարանը պատմական տարբեր ժամանակներում ենթարկվել է բազում փոփոխությունների, սակայն հակառակ այս ամենի նրա հրաշագործ մասունքները եկեղեցում անխախտ են մնացել։ Սուրբ Անանիայի մատուռը քրիստոնյաների սիրած սրբավայրն է եւ բազում հրաշքներ եւ բժշկություններ են տեղի ունեցել այստեղ։